Օնլայն վարկավորման միջոցով խապված մարդկանց բողոքի պատճառով գլխավոր դրամատունն այս փուլում ստուգումներ է իրականացնում խնդրին առնչվող առևտրային մի քանի բանկում։ Յուրաքանչյուր դեպքի համար փորձում են պարզել ում մեղքով կամ ինչ տիպի սխալի պատճառով են առանց քաղաքացու համաձայնության խոշոր գումարի պարտքեր ձևակերպվել։ Թեմային անդրադառնում է Կենտրոնական բանկի ղեկավարը։ Այս պայծրությամբ մենք խորքային ուսումնասիրություն ենք անում կոնկրետ 3-4 բանկում։ Մինչ կբացահայտեն տվյալ բանկերը թերացում ունեն թե ոչ, խարդախության զոհ դառնալու մասին հայտնած քաղաքացիներից այդ փողերը չեն գանձվի, վստահեցնում է Մարտին Գալստյանը։ Այս պայծրությամբ իմ ունեցած տեղեկատվությամբ այն մարդիկ, ովքեր որ վարկային պրոդուկտների խնդիր են ունեցել, որ պիտի վճարեն ու զերծարարության զոհ են դառել, այդ մարդկանց վարկերը սառեցված են։ Տարբեր բանկերի հայեցողության վրա է թողնված։ Այո, տարբեր բանկերում տարբեր ժամկետներով, եթե չեմ սխալվում, բանկավոր 2 տարով է սառացրել, բանկավոր 5 տարով է սառացել։ Հարցին պետք է լուծում տրվի, խնդիրն ու տեխնոլոգիական նորարարությունն իրար կողքի դնելով։ Չի կարող բանկային մեր ամբողջ համակարգը հետ մնալ աշխարհից օնլայն ծառայությունների զարգացման մասով, ինչ է թե որոշ բանկեր ներդրումներ չեն արել իրենց IT անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Արհամարանքով ինչպես տուժած քաղաքացիների հետ են խոսում, առևտրային բանկերը կենտրոնականի հետ շփվել չեն կարող։ Ես չեմ քննարկում, բանկերը չեն կարող չարձագանքել մեր հետազոտություններին ու վերլուծություններին։ Այդ տիրույթի հարց չի, որ մենք դիալոգ ունենանք, արդյոք դուք ուզում եք, չէ, դուք չեք ուզում, դե եթե դուք չեք ուզում, ապա մենք չենք, չի լինում տենց։ Եթե կա խնդիր, խնդիրը պետք է լուծվի։ Խապված վարկառուների դժգոհությամբ լրջորեն զբաղվում են, բայց դա չի նշանակում խնդիրը համակարգի համար վտանգավոր ծավալի է հասել, վստահեցնում են ֆինանսական դաշտը վերահսկող կառույցում։ Գումարային եւ հաճախորդների թվով 0.1%-ն է մեր գնահատականի համաձայն կազմում ընդհանուր վարկային պորտֆելի ճուժացների կուտակած պարտավորությունների չափը։ Փողոցներում հայտարարություններ են փակցված, խոստանում են փող դասավորել անգամ վատ վարկային պատմություն ունեցողներին։ Միջնորդողակներ կան քաղաքացուն մերժած նույն բանկից վարկ են խոստանում էլեկտրատեխնիկայի խանութների հետ անապրանք ապառիկի գործարք առաջարկելով։ Չեք կարծում սրանք օրը ցերեկով խաբեության սխեմաներ են, հարցեր ուղղվեցին Մարտին Գալստյանին։ Դրա հետևից պիտի մեր իրավապահները գնան։ Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ օրենքով գրանցված լիցենզիա ունեցող ֆինանսական կառույցներին տեղեկատվական անվտանգության առումով նոր ստանդարտ կպարտադրեն, թե այլ միջոց թերացումը բացահայտելուց հետո կքննարկեն, կորոշեն, հայտարարում են գլխավոր դրամատնից։ Լրատվամիջոցների հետ հանդիպման օրվա առիթը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական ճշգրտումն էր։ Այն այս անգամ թողել են անփոփոխ 6.75% մակարդակում։ Գնաճի վրա ազդող անորոշությունները թե ներքին շուկայում, թե աշխարհում կապված ԱՄՆ նախագահ Թրամփի տնտեսական կուրսից մինչև ռուս-ուկրաինական պատերազմից բխող հնարավոր հետևանքներ, որ չի բացառվում, որպես Դաշնության առևտրային գործընկեր նաև Հայաստանին վերաբերվեն, շատ են։ Տարբեր ռիսկերից ելնելով ԱՕԲ սցենարները հավասարակշռելու փորձն է մեկնաբանում Գալստյանը։ Սանկցիաների նոր փաթեթը կվերաբերվի օրինակ Ռուսաստանից Հայաստան եկող էներգակիրներին։ Արդյոք մենք կարող ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին լայսենս կտրվի, այսպես ասած, որից կթույլ տրվի, որ մենք օգտվենք, որովհետև դա մեր համար կենսական է։ Հաշվի կառնվեն այդ սպეციფիկաները, թե չէ։ Ու դրա համար մեր քննարկումների հենց առանցքային բաներից մեկը այդ տիպի սցենարները եւս ընդգրկելն է մեր ընդհանուր մտածողության շրջանակի մեջ։ Թեմայից դուրս անդրադարձ եղավ նաև երկրի թողարկած եվրաբոնդերին ու որոշ տնտեսագետների հնչեցրած մեղադրանքին, թե օտարերկրյա ներդրողները բավական բարձր են գնահատել երկրի ռիսկը։ Տեղաբաշխման մասին այստեղ ասում են, զարգացող ու զարգացած այլ պետությունների պես մեր դեպքում էլ է գործել ԱՄՆ պետական պարտատոմսերի միջին տոկոսադրույքին ինվեստորների կոմպենսացիան ավելացնելու բանաձևը։ Հիմա եթե ես 4.5-ին գումարում եմ այդ 280-ը, ինքը ստացվում է 7.3։ Հիմա մենք տեղաբաշխել ենք 7.1-ով, որը որ չափազանց մոտ թիվ է այն պատմական կոմպենսացիային, որը որ ինվեստորները ցանկանում են ստանալ Հայաստանի նման երկրում ներդրումներ իրականացնելու տեսանկյունից։ Գալստյանն ի դեպ նոր է վերադարձել Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանից, ասաց ամենաշատը անորոշություն բառն է լսել։ Տնտեսագետների ու օտարերկրյա ներդրողների հետ հանդիպումներին նաև հորդոր ուշադրություն կենտրոնացնել Ռուսաստան, Իրան, կրիպտո, եռյակի վրա։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, լուրեր։